Ուկրաինան Միացյալ Նահանգներին է փոխանցել ամերիկյան խաղաղության պլանի փոփոխված տարբերակը, հայտնում են Bloomberg-ն ու Axios-ը։ Կիևը պաշտոնապես դեռ չի հաստատել, թեև երեկ նախագահ Զելենսկին խոստացել էր, որ կփոխանցեն։ Երեկ նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները ԱՄՆ նախագահի հետ տեսակապով քննարկել են խաղաղության ամերիկյան պլանը։ Գերմանիայի կառավարության խոսնակն ասել է, որ խաղաղության ծրագրի վրա ինտենսիվ աշխատանքը կշարունակվի առաջիկա օրերին։ Քննարկումից հետո Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կոշտ խոսակցություն է ունեցել եվրոպացի առաջնորդների հետ եւ խոստովանել, որ որոշ տարաձայնություններ կան։ ԱՄՆ նախագահն ասել է, որ եվրոպացի ղեկավարներն առաջարկել են շաբաթավերջին հանդիպում կազմակերպել Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ։ Սակայն Սպիտակ տան ղեկավարը նշել է, որոշում կկայացնի եվրոպացիներից պատասխան ստանալուց հետո միայն, քանզի չի ցանկանում ժամանակ վատնել։ Նրանք ցանկանում էին, որ մենք այս շաբաթավերջին հանդիպենք Եվրոպայում եւ մենք որոշում կկայացնենք, կախված նրանից, թե ինչ կներկայացնեն մեզ։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել։ Թրամփը նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է իրատեսորեն նայի իրավիճակին եւ հիշեցրել է, որ Ուկրաինայում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն, ապա հավելել, որ երկրում լայնածավալ կոռուպցիա կա։ Ու մինչ Թրամփը կրկին խոսում է ընտրությունների մասին, Զելենսկին Գերագույն Ռադայի ներկայացուցիչների հետ քննարկել է այս հարցը, ապա հայտարարել, որ սպասում է պատգամավորների առաջարկներին։ Երեկոյան ուղերձում Զելենսկին ասել է, որ թույլ չի տա որևէ շահարկում Ուկրաինայի դեմ ու եթե Կիևի գործընկերները, այդ թվում գլխավոր գործընկեր Միացյալ Նահանգներն այդքան շատ են խոսում ռազմական դրության պայմաններում ընտրությունների անհրաժեշտության մասին, ապա Ուկրաինան պետք է պատասխանի յուրաքանչյուր հարցի եւ կասկածի։ Դա հեշտ չէ անշուշտ, բայց մեզ այս հարցում ճնշում պետք չէ։ Ես ակնկալում եմ, որ Ուկրաինայի խորհրդարանականները կներկայացնեն իրենց տեսակետը։ Անվտանգության խնդիրները կախված են գործընկերներից, առաջին հերթին Միացյալ Նահանգներից, քաղաքական եւ իրավական հարցերը Ուկրաինայի տիրույթում են։ Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ տեսակապով քննարկել են Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերը, նաև խաղաղության 20 կետանոց շրջանակային համաձայնագիրը, որի մաս է կազմում երկրի վերականգնումը։ Զելենսկին արդյունավետ է որակել քննարկումը, որին ամերիկյան կողմից մասնակցել են ֆինանսների նախարարն ու ԱՄՆ նախագահի փեսան։ Այս ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան դեռ ծանոթ չէ ամերիկյան ծրագրի ընթացիկ բովանդակությանը եւ ցանկանում է, որ համաձայնեցվի փաստաթղթերի այնպիսի փաթեթ, որը հիմք կդառնա երկարաժամկետ եւ կայուն խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Նաև անվտանգության երաշխիքներ կապահովի բոլոր կողմերին։ Սերգեյ Լավրովը կրկնել է, ցանկացած գործակ պետք է վերացնի հակամարտության հիմնապատճառները։ Наши переговоры с президентом США, с его командой посвящены именно этому поиску долгосрочного урегулирования. Միացյալ Նահանգների նախագահի եւ նրա թիմի հետ մեր բանակցությունները կենտրոնացած են հենց այս ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու համար երկարաժամկետ լուծում գտնելու վրա։ Для устранения первопричин этого кризиса. Լավրովը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆի Մոսկվա կատարած վերջին այցից հետո Ուկրաինայի շուրջ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև որևէ թյուրըմբռնում չկա։ Ամերիկյան Wall Street Journal-ը իր աղբյուրներին հողումով հայտնում է, որ ԱՄՆ-ն մի քանի փաստաթուղթ է փոխանցել Եվրոպային, որոնցում ուրվագծվում է հետպատերազմյան շրջանում Ուկրաինայի վերականգնման եւ համաշխարհային տնտեսությանը Ռուսաստանի վերաինտեգրման իր տեսլականը։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է օտարերկրյա ներդրումների համար։ Այս ընթացքում ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ռուսական կողմը հայտարարել է, որ Ուկրաինան անօդաչուներով խոշոր հարձակում է գործել, այդ թվում Մոսկվայի վրա։ Դոմոդեդովո եւ Վնուկովո օդանավակայանները աշխատում են սահմանափակումներով։ Ուկրաինական կողմը հայտարարել է, որ Սև ծովում հարվածել է Ռուսաստանի ստվերային նավատորմի մաս կազմող նավթատարի։ Ուկրաինական զինուժը նաև առաջին անգամ հարվածել է Կասպից ծովում նավթ արդյունահանող ռուսական հարթակի։